Պետությունը լավ կառավարիչ չի։ Աշխարհում 200 երկրից 2 երկիր են ընդհանրեն ազգայնացրել էլեկտրական ցանցերը, ունենք փոխնախարարի հաստիկ ու չունենք փոխնախարար։ Եթե դուք տեսնում եք վթար, շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել տարին $100 միլիոն։ Պետությունը ասել է կրճատեք, մենք չենք կրճատել, տարին $3-4 միլիոն մեր գրպանից այդ աշխատանքները մարդկանց տալիս ենք։ Մենք կարանք չէ գուշակենք ինչա լինելու հետո։ Էլեկտրական ցանցեր։ Ինչ է կատարվում, երբ մենք միացնում ենք լույսը եւ ինչպես է լույսը հասնում մեր տներ։ Ես Նարեկ Կարապետյանն եմ, Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի նախագահն եւ կուզենայի ձեզ ներկայացնեի, թե ինչպես է աշխատում համակարգը եւ ինչպես եք դուք օգտվում դրանից։ Առաջինը պատմենք, թե ինչպես է առաջացել Հայաստանի ընդհանրապես էներգոհամակարգը։ Սովետական միության ժամանակ հարավկովկասյան 3 երկրները ստեղծել են իրենց համակարգերը, Վրաստանը ուներ ջրային ռեսուրսներ, այդ իսկ պատճառով այնտեղ ստեղծվեցին մեծ հիդրոէլեկտրակայաններ, ինչպես Ինգուրի հեկն է եւ մի շարք այլ հեկեր։ Այդ պատճառով Վրաստանում ավելի տարվա մեջ 4-5 ամիս շատ էժան էլեկտրականություն կա։ Ադրբեջանը ունի գազ եւ նավթ եւ գազը վառելով նրանք կարող են ջերմաէլեկտրակայանի միջոցով ստանան էժան էլեկտրաէներգիա։ Իսկ Հայաստանը այդ ժամանակ չուներ ոչ մեծ գետեր եւ ոչ էլ գազ, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ ստեղծվի Հայաստանում ատոմային կայան, որպեսզի ատոմային կայանը կոմպենսացնի այն հոսանքի պահանջը, որը մեր երկիրը ունենալու է էլեկտրաէներգիա սպառելու համար։ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում այս պայդրությամբ, որ ունի ատոմային կայան։ Ատոմային կայան կառուցվում է Պարսկաստանում Բուշեհրում, որը չի ավարտվել, Թուրքիայում Ակկույու կայանը, որը չի ավարտվել, չկա Ադրբեջանում եւ չկա Վրաստանում։ Դա հայկական ընդհանուր էներգետիկայի հիմնական հիմքն է, որի վրա արդեն կառուցվում են էներգետիկ մյուս ենթակառուցվածքները։ Ներկայացնեմ ինչպես է համակարգը աշխատում եւ ինչի համար է պատասխանատու բարձրալուծ ցանցը, ինչի համար է պատասխանատու Հայաստանի էլեկտրական ցանցը։ Երբ դուք միացնում եք լամպը, մի ամբողջ համակարգ է սկսում աշխատել ու այդ համակարգի աշխատանքի արդյունքն է ձեր վառվող լամպը։ Առաջինը, օրինակ ատոմակայանը սկսում է էլեկտրականություն արտադրել, տալ պետական բարձրավոլտ ցանցերին, բարձրավոլտ ցանցերը հասցնում են էլեկտրականությունը ատոմակայանից մինչև ձեր քաղաք, ձեր քաղաքում բարձրավոլտ ցանցը տալիս է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք, բարձրավոլտ ցանցը պետական է, այսինքն արտադրում է պետական ատոմակայանը, հասցնում է մինչև ձեր քաղաք պետական բարձրավոլտ ցանցերը, իսկ քաղաքում մատակարարումը կազմակերպում է Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Եթե դուք տեսնում եք վթար, օրինակ մի քանի օր առաջ եղած վթարը, որ շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, ասենք 3 թաղ Երևանի 3 վարչական շրջան, դա չի կարող լինել հեծը։ Որովհետև հեծը սնուցում է, հեծի ենթական է, փոքր ենթական է, սնուցում են թաղերը։ Մեծ վթարները հիմնականում դրանք պետական բարձրավոլտի վթարներն են։ Նույնը տեղի ունեցավ մայիսին, նույնը տեղի ունեցավ մի քանի օր առաջ։ Կուզենայի մեր ժողովուրդը, գիտեմ, որ շատ դժվար է տարբերելը, բայց եթե ձեր ամբողջ շրջանում խնդիր կա, ուրեմն բարձրավոլտն է։ Եթե ձեր մի քանի շենքում է խնդիրը, ուրեմն Հայաստանի էլեկտրական ցանցերն է։ Եթե դուք ապրում եք սեփական տանը, ամենայն հավանականությամբ բետոնյա սյուներով կամ փայտե սյուներով կարող եք տեսնել էլեկտրական գծերը ձեր տուն եկող։ Եթե դուք ապրում եք շենքերում, դուք հնարավոր է չտեսնեք այդ գծերը, քանի որ Երևանի կենտրոնում ու շատ տեղեր էլեկտրականությունը գալիս է հողի տակով, այսինքն այն լարերը, որ մենք փողոցում տեսնում ենք, դա հեծի լարերը չեն Երևանի կենտրոնում, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, դա ինտերնետային լարերն են, իսկ հեծի լարերը բոլորը հողի տակ է։ Տաշիր խմբի հեծը գնելուց հետո, Էլեկտրիկ Երևանից հետո, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցերում, կուզենայի ձեռքբերումներ ներկայացնել մեր հասարակությանը, որպեսզի հասկանանք, թե ինչի վրա է ծախսվել $100 միլիոն եւ այսքան տարիների աշխատանքը։ Առաջինը, եթե դուք հիշում եք, ձեր տներում էլեկտրականության գումարը երբ որ չէր վճարվում կամ խնդիր էր լինում, գալիս էր տեսուչը, անջատում, միացնում էր, խոսակցություն, խնդիրներ,
այս պահին այդպիսի խնդիր չկա։ Հայաստանում ամենամեծ թվային համակարգը, որ այս պահին գործում է, դա էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է, որ 800,000 մարդ միացրած է այդ համակարգին on-line ռեժիմով, որ անկախ մարդու ֆակտորից մարդը ուզենա անջատի, չուզենա անջատի, նույն ժամին անջատվում են, նույն ժամին միանում են ու դա օգնել է գողությունների դեմ շատ մեծ պայքար մղել։ Այս պայքարությամբ մենք կարող ենք տեսնել ու յուրաքանչյուր բաժանորդ կարող է տեսնել, թե ինքը ինչ սպառում ունի։ Այն մարդիկ, ովքեր չէին վճարում էլեկտրականության համար, սկսեցին վճարել, քանի որ ավտոմատ համակարգը անջատում էր այն մարդկանց, ով չէր վճարում։ Սա ունեցավ դրական էֆեկտ։ Այն մարդիկ, ովքեր վճարում էին, էլ ստիպված չեղան վճարել նաև այն մարդկանց համար, ովքեր չէր վճարում։ Եվ մենք կարողացանք, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, $40 միլիոն տարեկան խնայել մարդկանց միջոցները եւ վերադարձնել այդ գումարը համակարգին, վճարել ատոմականին, վճարել Երևանի ջեկին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա։ Եթե մենք սա չանեինք վերջի 8-9 տարվա ընթացքում, $40 միլիոն ավել պետքա ժողովուրդը գումար հավաքեր, որպեսզի վճարեր լույսի փողը։ Տաշիր ընկերությունների խմբի այս քաղաքականության արդյունքում այսպիսի մեծ ազդեցություն թողեց սակագնի վրա։ Կուզենայի նշեմ, որ բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները համարյա երկրում այս նույն ժամանակահատվածում իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Օրինակ Հայփոստը պետականացնելուց հետո ընդհանրապես վերջի 10 տարվա ընթացքում համարյա 2 անգամ բարձրացրել է իր սակագները։ Վիոլա ջուրը վերջի 5-6 տարվա ընթացքում բարձրացրել է 10%-ով։ Բարձրավոլտը, ինչպես նշեցինք, բարձրացրել է 80%-ով։ Մեր դեպքում մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք, չնայած որ կան այսպիսի թանկացումներ։ Դա արդյունք էր մի քանի բաների. առաջինը ավտոմատիզացիայի, երկրորդը գողությունների կրճատման, կադրային քաղաքականության ու օպտիմիզացիաների արդյունքում մենք կարողացանք պահել սակագինը նաև ու չունենալ սակագնային աճ, իսկ այն մարդիկ, ովքեր ստիպված եղան ընկերության հետ բաժանվել, մի քանի ամիս, մարդիկ կային տարիներով Տաշիր բարեգործական հիմնադրամից ստանում էին իրենց աշխատավարձը, որպեսզի կարողանան ժամանակ ունենան ուրիշ տեղ աշխատանքի անցնելու։ Ձեզ կներկայացնեն թվերը, թե ինչքան գումար է ստացվել։ Բացի դրանից, Տաշիր ընկերությունների խումբը վերջի 10 տարվա ընթացքում մոտավորապես $30 միլիոն վճարել է այն աշխատակիցների համար, ում համար որ պետությունը սակագնից գումար չի տվել։ Այսինքն մենք $30 միլիոն 10 տարվա ընթացքում գումար ենք վճարել, աշխատավարձներ ենք տվել հեծի աշխատակազմին, պետությունը ասել է կրճատեք, մենք չենք կրճատել ու մոտավորապես տարին $3-4 միլիոն մեր գրպանից այդ աշխատավարձները մարդկանց տալիս ենք։ Ինչպես տեղի ունեցավ Հայաստան էլեկտրական ցանցերի վաճառքը Տաշիր խմբին։ Մենք հիշում ենք բոլորս Էլեկտրիկ Երևանի դեպքերը, երբ դիմում էր տրվել, որպեսզի էլեկտրականության գումարը թանկանա։ Ինչ տեղի ունեցավ, ինչ էր տեղի ունենալու այն ժամանակ, մի քանի տարվա կտրվածքով էլեկտրականության գումարը մինչև 10 դրամ պետք է թանկանար։ Այսինքն, եթե դուք տանը վճարում եք 10,000 դրամ էլեկտրականության համար, վճարը դառնալու էր 12,000 դրամ։ Ու ժողովրդի արդարացի բողոքի արդյունքում ցանցերը որոշվեցին օտարվել։ Ընկերությունը, որը միջ այդ պատկանում էր RAO ES-ին, ուներ $80 միլիոն ճեղքվածք եւ մնացել էր ընդամենը 90 օր սնանկության։ Այդ ժամանակ չէր գտնվում ընկերություն, որը ցանկություն էր հայտնելու առնել էլեկտրական ցանցերը։ Ու երկրի ղեկավարությունը օֆիցիալ դիմեց Սամվել Կարապետյանին, Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարին, որպեսզի նա գնի ցանցերը եւ փորձի ուղղել իրավիճակը, քանի որ ընկերությունը ուներ երկու մեծ խնդիր։ Առաջի խնդիրը նա գտնում էր սնանկության եզրին եւ ընդամենը 90 օր էր մնացել սնանկության։ Երկրորդ խնդիրը համակարգը ուներ մեծ կորուստներ, ու այդ կորուստների հաղթահարումը անհնար էր օտար ներդրողների միջոցով։ Օտար ներդրողների համար մեր երկիրը միշտ դժվար է եղել, քանի որ մեր մենտալիտետի հետ աշխատանքը ցանկալի է միշտ, որ հայը աշխատի։
Դա հաջողության գաղտնիքներից մեկն է, թե ինչի համար Տաշելընկերությունների խումբը հնարավորություն ունեցավ համակարգում այսպիսի փոփոխություններ անել։ Ես հիշում եմ գնելու ժամանակ շատ են խոսակցությունները, որ սա երկարաժամկետ պրոբլեմատիկ ակտիվ է եւ Տաշիր բարեգործականը ստիպված է լինելու տասնամյակներ սուբսիդավորել Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Ներկայում եղել այդ խոսակցություններին, բայց հետագայում մեր աշխատանքի արդյունքում մենք եկանք ուրիշ ձեռքբերումներ ունեցանք ու մեզ համար ուրիշ նորություններ ի հայտ եկան։ Առաջին նորությունը այն էր, որ մեր երկրում բավական շատ մարդ կար, ով չէր վճարում էլեկտրականության համար։ Երկրորդ նորությունը այն էր, որ մեր երկրում կային խնդիրներ տեխնիկական, որը ներդրման եւ տեխնոլոգիաների միջոցով կարող էինք հեշտ լուծել եւ լուծել մեծ կորուստների հարցերը։ Իսկ երրորդը նա էր, որ ոչ մի մեծ ընկերություն, առանց մեծ ընկերության հնարավոր չէր բանկերից ներգրավել միջոցներ, որպեսզի ընկերության հիմ պարտքերը փակել։ Ինչ արեց Տաշիր խումբը, առաջինը իր երաշխավորությամբ ներգրավեց միջոցներ եւ սկսեց փակել հին վարկերը։ Սա հեծը եթե լիներ միայնակ, չէր կարողանա դա անել եւ կգնար սնանկության ճանապարհով։ Տաշիր խումբը կարողացավ այդ ֆինանսավորումը ապահովել իր երաշխավորությամբ, որից հետո բավական մեծ ճնշում իջավ ընկերության վրայից, այսինքն վարկերի գումարները ընկերությունը սկսեց ինչ-որ ժամանակ չվճարել։ Այդ ժամանակը մենք օգտագործեցինք կորուստների նվազեցման, մեր հայրենակիցների հանրության հետ սկսեցինք աշխատել, որ բոլորը պետք է վճարեն։ Տեղի ունեցավ դրական էֆեկտ, մարդիկ տեսնում էին, որ եթե հարևանդ վճարում է, մարդիկ էլ են սկսում վճարել, այսինքն մենք չունեցանք որևէ պրոբլեմատիկ դեպք, բացի մի քանի սիտուատիվ իրավիճակներից, որ մեր հայրենակիցները բոլորը մասսական սկսեցին վճարել։ Դրա արդյունքում մի քանի տարվա մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերը ամենամեծ մինուս ունեցող ընկերությունից երկրի դարձան շահութաբեր։ Բայց դա բավարար չէր։ Մենք տարիների ընթացքում սկսեցինք ներդրումներ անել տարին $100 միլիոն ընկերության մեջ, որպեսզի հին այս ենթակայանները, գծերը փոփոխենք։ Կան քաղաքներ, կան գյուղեր, որոնց էլեկտրական համակարգը մենք մեծի մասամբ փոխել ենք։ Բայց մի հատ մեծ խնդիր ենք բաց թողել։ Այն է, մենք չենք կարողացել կանխատեսել, որ վերջի տարիների իրադարձությունների արդյունքում 100,000 մարդ տեղափոխվելու է Հայաստան մեկ շաբաթում, 80,000 մարդ տեղափոխվելու է Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով եւ դրանից հետո 5 տարվա ընթացքում, վերջի 5 տարվա, օրինակ Երևանի կենտրոնում սպառումը բարձրացել է 2 անգամ։ Դա բերել է մալուխային ցանցերի խնդրահարույց վթարներին, որը մենք ականատես ենք լինում ամեն օր։ Ինչպիսի լուծումներ մենք սկսեցինք աշխատել եւ գտնել։ Առաջինը, ամենամեծ խնդիրը, որ մենք ունեցանք ու մեծ սխալը, որ գործեցինք, դա նա էր, որ մենք ուշ հասկացանք, որ սպառումը շատ ակտիվ տեմպով որոշ շրջաններում աճում է։ Դա շինթույլտվությունների արդյունքն էր եւ դա մեր արցախահայերի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված տնային տնտեսությունների սպառման աճի արդյունքն էր։ 1 տարուկես ուշացնելուց հետո մենք հասկացանք խնդիրը եւ սկսեցինք զբաղվել նոր համակարգերի ներդրմամբ, այսինքն նոր կաբելային ցանցի կառավարմամբ եւ ստեղծմամբ։ Այս պայն դուք Երևանի բնակիչները կենտրոնի կարող են տեսնել դեղին գույնի ցանկապատերով աշխատանքները, որ աշխատանքներ են իրականացնում, դա մալուխային գծերի փոփոխությունն է, որի արդյունքում հետագա տարիներում մենք պլանավորում ենք ունենալ լավ կայուն էներգետիկ համակարգ Երևանի կենտրոնում։ Նույնը անելու ենք եկող տարի Արաբկիրում, նույնը անելու ենք մյուս շրջաններում։ Ինչ է տեղի ունենալու մարզերում։ Մարզերում ընդհանուր առմամբ մենք ունենք 8000 կիլոմետր մալուխային օդային գծեր։ Դրանք կառուցվել են սովետական ժամանակ եւ դա մեկ օրում դու չես կարող կարգավորես բարձրավոլտ գծեր, բարձրավոլտ միջին վոլտաժ է։ Մենք սկսել ենք այս տարի մոտ 1500 կիլոմետրի վրա աշխատանքներ, եթե 2 տարի այս տեմպով շարունակենք, նույն տեմպով, նույն ակտիվությամբ, ես կարծում եմ, որ մեծ դրական էֆեկտ կունենա դա
եւ մարզերում անջատումների հարցը կլուծվի։ Բայց ամենակարևորը, որ մենք հասկանանք, եթե մենք չունենայինք միջոցներ, եթե մենք չաշխատեինք կորուստների վրա, էֆեկտիվության աճի վրա, մենք երբեք միջոցներ չէինք կարողանա ներգրավենք, որպեսզի անջատումների դեմ պայքարենք։ Հիմա փառքասու արդեն ունենք անջատումների համար միջոցներ։ Ունենք սխալ։ 1 տարի մենք ուշացրել ենք անջատումների նոր քաղաքականության մշակմանը։ Այդ իսկ պատճառով վերջի կես տարին ես նշանակվել եմ, որպեսզի անձամբ կառավարեմ այդ խնդիրը եւ փորձեմ լուծումներ տալ արագ անջատումների նվազման։ Ունենք դրական էֆեկտ, որոշ ամիսներ շատ մեծ դրական էֆեկտ ունենք։ Մենք նշել ենք մի անգամ, որ այս ամիս, հունիս ամիսը, մենք ունենք համարյա 35-ից 40% ավելի քիչ վթար, քան նախորդ տարվա նույն ամիսը։ Բայց դա լավ ցուցանիշ չէ։ Ինչու՞։ Որովհետեւ եղանակային պայմանները կայուն պայմաններ են, մենք պետք է պատրաստ լինենք ավելի վատ սցենարների։ Այս աշխատանքի տեմպով Հայաստանի էլեկտրական ցանցերը կհասնի ավելի կայուն էներգամատակարարման հարցի լուծման։ Պետությունը լավ կառավարիչ չի։ Դիտարկենք երկրները, որոնք ունեն մեծ կորուստ։ Օրինակ Ադրբեջանը։ Ադրբեջանում կա պետական էլեկտրական ցանցեր։ Ադրբեջանի էլեկտրական ցանցերի կորուստը Հայաստանի էլեկտրական ցանցերի 2012 թվականի կորուստի չափ է։ Այսինքն շատ բարձր է։ Իրանում կա պետական էլեկտրական ցանցեր, կորուստները շատ բարձր են։ Որտեղ որ մասնավոր է, օրինակ Վրաստանը ունի Թելասի, Ամերիկայում շատ կան, Եվրոպայում համարյա բոլոր երկրներում այդ խնդիրը նույն ձև լուծված է, ռեգիոնալ մենք ունենք մասնավոր ցանցեր։ Սակագինը կայուն է, հնարավոր է մնալ, որովհետև մասնավորը իր ամբողջ ժամանակը ներդրում է, որպեսզի ընկերությունը էֆեկտիվ լինի։ Իսկ պետականը, օրինակ նայենք, մեր էներգետիկ համակարգը, Հայաստանի էներգետիկան չունի նախարարություն։ Ժամանակին մենք ունեինք 300 հոգանոց նախարարություն, այսօր ունենք 1 փոխնախարար եւ ուշադրություն, մենք 8 ամիս ունենք փոխնախարարի հաստիք ու չունենք փոխնախարար։ Եթե էֆեկտիվության առումով կարելի է ինչ-որ բան անել էներգետիկ համակարգում, ինձ թվում է առաջի քայլը գոնե մենք ունենանք էներգետիկայի փոխնախարար, ով կկարողանա ընդհանուր քաղաքականությունը մշակել, հետո նոր անցնենք էներգետիկ համակարգի մյուս խնդիրների լուծման։ Եթե մենք կադր չենք կարողանում ճարենք, պատասխանատու նշանակենք ամբողջ էներգետիկ համակարգի համար, ինչպես ենք կադր ճարելու այսպիսի մեծ ընկերությունների կառավարման։ Կարծում եմ կարճաժամկետ հնարավոր կլինի սակագինը պահել, քանի որ մենք այսքան աշխատանք ենք կատարել, բայց երկարաժամկետ միջազգային արբիտրաժներում եկած արբիտրաժների արդյունքում եկած տույժերը, որը բնականից կլինի եւ բնականից պետությունը ստիպված կլինի վճարել այդ տույժերը, երկրորդ միջազգային մեծ բանկերի ֆինանսավորման դադարեցումը, քանի որ նրանք ոչ մասնավորի հետ չեն աշխատի հաշվի առնելով պետական համակարգի թուլությունները, իսկ երրորդ մենք գիտենք թե ինչպես են աշխատում պետական կառույցները ու դրա արդյունքում երկարաժամկետ մենք ունենանք խնդիրներ։ Իհարկե, դա նրանք պետք է դեռ հասնեն դրան, իսկ հասնելու արդյունքում նրանք պետք է պատրաստ լինեն, որ մեծ տույժեր են ստիպված լինելու վճարել, որի համար մենք ուրախ չենք, բայց որը պետք է դաս լինի յուրաքանչյուրի համար, որ չի կարելի մասնավոր սեփականությանը այդպես հեշտ վերաբաշխմանը վերաբերվել։ Ինչ է սակագինը, այսինքն ինչի համար եք դուք վճարում էլեկտրաէներգիա սպառելու դիմաց։ Սակագինը դա գինն է, որ պետությունը որոշում է, թե ինչ գնով պետք է ցանցերը ձեզ էլեկտրականություն վաճառեն։ Բայց եթե դուք 10,000 դրամ ամսական վճարում եք ցանցերին, լույսի փող, այսպես ասած, այդ 10,000 դրամի ընդամենը 2500-ն է գնում Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Մյուս 7500-ը բաշխվում է կայանների վրա, որոնք արտադրում են հոսանքը, մի մասն էլ գնում է գազի դիմաց, որ մենք ներմուծում ենք եւ որից ստանում ենք էլեկտրականություն։ Ընդամենը ձեր վճարածի 25%-ը, այսինքն 1000 դրամից ընդամենը 250 դրամն է էլեկտրական ցանցերի բյուջեն, որի մեջ նա պետք է 6800 հոգի մարդ պահի, երբ վթար լինի, երբ անջատում լինի, 24 ժամվա ռեժիմով հնարավորություն ունենա ձեր էլեկտրականությունը մատակարարումը վերականգնել եւ ունենա հազարավոր մասնագետներ ու տեխնիկա, որպեսզի հնարավորություն ունենա արագ փոխի համակարգը, մշտական ներդրում անելով համակարգի վրա։ Ընդամենը 250 դրամով դա պետք է հասցնի անել
եւ վերջում էլ հնարավորություն ունենա շահույթ ունենա։ Զուգահեռ կուզեի անցկացնել ավելի པարզ, քանի որ տերմինները շատ են իմ պատմածի մեջ, ավելի པարզ, թե ինչա տեղի ունենում ցանցերի հետ կապված։ Պատկերացրեք մի օրինակ ունենք հիվանդ, որը սրտի խնդիր ունի։ Ու սրտի համա ու գալիս են բժշկին, ասում են բժիշկ խնդրում եմ օգնի հիվանդին բուժելու։ Հիվանդին բուժելու համար դնում են ստենդ են դնում ու դեղերով, բանով բարվոք վիճակի են բերում։ Հիվանդը էլի առողջ է, բայց ունի նաև ինչ որ ուրիշ, այսինքն ֆիզիկական աշխատանքների անելու համար մեկ-մեկ ինչ որ սահմանափակումներ, որ ժամանակը անցնում, գալիս են, ասում են եկեք այդ սրտի դրած ստենդը հանենք, մեկը լավ է աշխատելու ինքը, արդեն սիրտը լավացել է, ու այդ հիվանդը արդեն սկսի ապրել։ Մենք կարանք չէ գուշակենք ինչա լինելու հետո։